Այսօրվա համար, որ Աստված մեզ հավաքել այս վայրի մեջ, մի նպատակի համար, որպեսզի խոսա մեր սրտերի հետ, մեզի խրատի, հանդիմանի, սովորեցնի եւ շտկի մեր ճանապարհները, որպեսզի մենք ել ավելի մոտիկանանք Տիրոջը։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ առաջի համարի մեջ գրված այսպիսի խոսք կա. Ճշմարիտ կսեմ ձեզի, ան որ դռնից չի մտնե ոչխարների բակը, հապա ուրիշ տեղից ան գող եւ ավազակ է։ Ինչի մասին է խոսում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Նա որ դռնից չի մտնում։ Մենք գիտենք, որ բակ մտնելու տեղը առհասարակ, եթե մարդ իր տունն է մտնում, մտնելու համար տեղ կա, կամ իր, չգիտեմ, այգին է մտնում, մտնելու համար տեղ կա։ Եթե մարդը մաքուր է, մարդու նպատակը մտնելն է, ինքը դռնից է ներս մտնում։ Բայց որ մարդու նպատակը մաքուր չի լինում, գողը դռնից չի գալի մտնում, ինքը ման է գալիս մի հատ ուրիշ տեղ, այնպիսի մի հատ հարմար տեղ, որպեսզի տեղից կարողանա ներս մտնի։ Գիտեք, ավետարանի մեջ Տիրոջը հանդիպելու համար, հավատքի կյանքի մեջ ուրիշ ճանապարհ եւ ուրիշ դուռ չկա, միակ դուռը դա միայն Աստվածաշունչն է։ Եթե մարդը ուզում է, որպեսզի կարողանա հասնի փրկությանը եւ հավիտենական կյանքին, մարդը պիտի կարողանա հասկանա եւ ճանաչի այդ դուռը եւ այդ դռնից ներս մտնի։ Որովհետեւ Հիսուս ասավ, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Երկինք տանող դուռը, հավիտենական փրկություն տանող դուռը դա միայն Աստվածաշունչն է, Հիսուսն է եւ իր խոսքն է։ Եվ մենք այդ դռնից ներս պիտի մտնենք։ Բայց կատարվում է շատ հաճախ այնպիսի իրավիճակներ, երբ որ մարդը կարողանում է այդ դուռը այդպես շրջանցի, մի ուրիշ ձևով մոտիկանա այդ հարցին։ Եվ մենք տեսնում ենք այդպիսիների կյանքի մեջ պատահում են լուրջ դժվարություններ եւ ինքնուք հավատքից ընկնել, խնդիրներ, հոգեվոր կյանքի մեջ լիքը խնդիրներ, ինչի, որովհետեւ մարդը ճիշտ եւ մաքուր եւ անկեղծ մոտեցում չի ունեցել հավատքի նկատմամբ եւ Աստծո խոսքի նկատմամբ։ Սա շատ կարեւոր է։ Այն մարդիկ, ովքեր որ անկեղծ չեն եղել Տիրոջ համար, անկեղծությամբ չեն մոտիկացել, այդ միշտ խնդիրներն ու դժվարություններ ունեցել են։ Տերը ինչի էր հանդիմանում, ասենք, փարիսեցիներին, մաքսավորներին, որովհետև ասում էր՝ վայ ձեզ կեղծավորության համար, որովհետև մարդը փորձում է մի ուրիշ ձև շրջանցի եւ այդ կեղծարության համար հանդիմանում էր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Ես մի քանի համարներ կուզեմ կարդամ եւ մի քանի մտքերի վրա կանգ առնենք սիրելիներ։ Ուրեմն առաջի համարը, որ ուզում եմ կարդամ, դա Կողոսացիս 2-րդ գլուխ 6-րդ համարն եմ ուզում կարդալ։ 2-րդ գլուխ 6-րդ համար գրված է այսպիսի խոսքեր. Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին Տեր, այնպես քայլեցեք։ Արմատ կապած նրա վրա, շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցաք, եւ նրա մեջ աճեցեք գոհությունով, զգուշացեք, չլա թե մեկը ձեզ գերի դարձնե փիլիսոփայություններով ու փուչ խաբեությունով եւ մարդկանց ավանդությունների պես է, եւ աշխարհի սկզբունքների պես, եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Ինչպես որ սովորեցիք, ինչպես որ ընդունեցիք Տիրոջը, ինչպես որ սովորեցիք, ինչ արեք, նրանում գնացեք, արմատ կապած Քրիստոսի վրա։ Եվ ոչ թե զգուշացեք, ոչ թե աշխարհային սովորույթները, ավանդությունները, փիլիսոփայությունները, որոնք ինչ են անում, դուրս են Աստծո վարդապետությունից եւ Աստծո խոսքից։ Գիտեք, դռնից, երբ որ մարդ ներս է մտնում, սելներ, նրանք, այս օրինակը բերեմ եւ խոսքը շարունակեմ, նրանք, ովքեր որ ճանապարհորդել են, ինքնաթիռ են նստել, նրանք անպայման մի հատ դռնից ներս, այդպես մի հատ դուռ կա, որ դռնից ներս պիտի անցնեն, անպայման։ Մարդը կարող է փորձի ուրիշ ձևերով, ուրիշ ճանապարհով, բայց չի կարա։ Մի հատ դուռ կա, անպայման այդ դռնից պիտի ներս մտնի։ Եվ երբ որ մարդը այդ դռնից ներս է մտնում, այդ դրան մագնիսական դաշտը սկսում է աշխատել եւ ցույց է տալիս ինչքան իր հետ վտանգավոր բաներ կան, չթույլատրված բաներ կան եւ դրանք բոլորը բացահայտվում են։ Կարող է մարդ ասի, գիտես, ես այս տոմսը շատ թանկ եմ առել,
կարող է բիզնես կլասի տոմս առե, կարևոր չի։ Կարող է ասի, գիտես, ես ինչ մեծ պաշտոն եմ, ես չգիտեմ ինչ ձևի մարդ եմ, դա կարևոր չի։ Ցանկացած անձնավորություն պիտի անցնի այդ դրան միջով։ Եվ այդ մագնիսական դաշտը պիտի ցույց տա նրա վիճակը, ինչ կա իր հետ, որը արգելված է իր հետ տանելու, եւ ինքը պիտի դրանից հրաժարվի։ Հիմա առաքյալը գրում է, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքի մեջ զգուշություն դարձնենք, նայենք, որ ինչպես որ մենք սովորել ենք, արդյոք մենք ընթանում ենք այդպես։ Թե բաներ կա, որ մենք փորձել ենք ծռել եւ հարմարացնել մեզ։ Գիտեք, շատ ժամանակ մարդը դրտված իր ցանկություններից, իր նպատակներից, իր մարդկային, չգիտեմ, բաներից կարողանում է ծռի խոսքը, կամ իր սովորություններից, կամ իր ավանդություններից։ Գիտեք, սրանք բոլորը կարող են դեմ կանգնել Աստծո խոսքին։ Ճշմարտությունը դա միայն Աստծո խոսքն է։ Երբ որ մենք կարդում ենք, տեսեք, Ղուկասի առաջի գլուխը, երբ որ սկսում է, Ղուկասը, երբ որ իր ավետարանը գրում է, առաջի համար 4-րդ խոսքի մեջ գրված է։ Մի քիչ ավելի սկզբից որ նայենք, 3-րդ համարից այսպես ասում. Ես ալ, որ սկզբեն ամեն բաները ճշտությամբ տեղեկացած էի, հարմար դատեցի կարգավ գրել քեզ, ով պատվական Թեոփլոս, որպեսի սորվածդ բաների ստուգությունը իմանաս։ Ասма կարող է շատ բաներ ես սովորել, շատ բաներ ես լսել, շատ բաներ ես իմացել, բայց գրում եմ քեզ այս ավետարանը։ Ղուկասը իր ավետարանը գրում է սրա համար, որպեսի քո սովորած, բոլոր սովորած բաների ստուգությունը իմանաս։ Սերներ, մեր կյանքը պիտի դնենք, մեր ընթացքը, մեր վիճակները պիտի դնենք ավետարանի կողքին եւ մենք պիտի նայենք մեր ընթացքը եւ համեմատենք ավետարանի հետ։ Կարող է շատ բաներ ես ինձ համար սովորույթ եմ դարձրել։ Դա նշանակում է, որ ես այդ դուրը շրջանցում եմ։ Կա բաներ, որոնք իմ սրտին հաճելի է եւ ես փորձում եմ իմ հավատքի կյանքի մեջ համատեղել դրանք ինձ հետ։ Դա նշանակում է, որ ես դուրը շրջանցում եմ եւ խնդիրներ եմ ունենալու։ Դրա համար Աստված ուզում է, որպեսզի քննենք եւ նայենք, որովհետեւ գրված է, ասում է, ինչի պատճառով ավանդություններին, աշխարհային սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Քրիստոսի վարդապետության պես։ Այ մենք մեր անձերը պիտի քննենք սերներ։ Եվ հաջորդ համարը, որ կարդում եմ, հետևյալն է։ Հռոմեացիս 12-րդ գլուխ երկրորդ համարի մեջ ասում է. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչն է Աստծո կամքը, որը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Ինչը քննես, Աստծո կամքը։ Գիտեք, Աստծո բոլոր ստեղծագործությունները, ինչպես որ Աստված ստեղծել է, բոլոր ինչպես Աստված դրեց կարգ եւ կանոն, բոլոր այդպես ընթանում են աշխարհի ստեղծումից մինչև այսօր։ Այն բոլոր գալակտիկաները, այն բոլոր տիեզերքը, այն բոլոր բնությունը, ինչ որ Աստված դրեց իր ձևի, իր կարգ ու կանոնի մեջ, բոլորը այդպես գնում են։ Միայն մարդն է, որը փորձում է խախտի Աստծո օրենքը։ Միայն մարդն է, որը փորձում է շրջանցի Աստծո օրենքը։ Եվ մանա գալիս մի բան, որ իր սրտին լինի հաճելի։ Մանա գալի մի բան, որը իր համար, իր մտքին, իր սրտին, իր ցանկություններին լինի հաճելի։ Սերներ, Աստված սա չի ուզում։ Աստված ասում է, ինչ արեք, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Հիշում եմ մի անգամ մի հատ քույրիկ մոտիկացավ, զրույց անում, կիսվում է, դպրոցական աշակերտ է, եւ պատմում է, ասում է, գիտես, ինձի դպրոցում ասում են, որ դու մեր պես չես, դու ուրիշ ես, մեր նման չես։ Ասում եմ, հիմա ինչ, դու դրանից ուրախանում ես, թե տխրում ես, որ դու իրանց պես չես։ Ասում է, չէ, ուրախանում եմ։ Ասում եմ, ուրախացի, որովհետև դու իրանցից տարբեր ես, որովհետև դու Հիսուսի երեխան ես։ Դու Հիսուսի զավակն ես եւ դրա համար տարբեր ես իրանցից։
եւ նման ես քո Հիսուսին։ Եվ սա պիտի լինի քո համար մեծ ուրախություն։ Ոչ թե քո ցանկությունները, ոչ թե աշխարհի կերպարանքը, աշխարհի կերպարանքը չես կարող համատեղես հոգևոր կյանքի հետ։ Դու չես կարող համ աշխարհին լինես հաճելի, համ Աստծուն լինես հաճելի։ Դու չես կարող։ Դու պիտի կարողանաս մերժես աշխարհը, որպեսզի լինես հաճելի միայն քո Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, եւ դու դրանով ուրախացի, որ դու իրան ես նմանվում, քո բոլոր գործերի, քո բոլոր արարքների մեջ։ Իր անունը փառավորվի, այդ կերպարանքը պիտի ունենանք սերներ։ Ես մի տեղ եմ ուզում հիշեցնեմ, որպես օրինակ, դուք հիշում եք, երբ որ Աստված Սավուղի հետ խոսեց, եւ Սավուղին ասեց, որպեսի Ամաղեկի դեմ պատերազմ պիտի անես։ Ինչ ասավ Աստված Սավուղին։ Ասավ, երբ որ Ամաղեկի հետ պատերազմես, բոլորը նզոված կհամարես, բոլորը։ Ոչ մի բան քեզ հետ չվերցնես։ Ընդդեղից քեզ ոչ մի բան պետք չի։ Իրական հոգևոր մարդը նա է, երբ որ մերժում է աշխարհը, լավ ու վատ չի անում իր համար։ Բոլորը նզոված են մեղքը, եւ ինքը մերժում այդ մեղքը։ Եվ այս ամենը Աստված ասել է Սավուղին։ Հիմա ես ուզում եմ կարդամ միտեղ գրված Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 13 համարից եմ կարդալու եւ 14 համարը։ Երբ որ Սամուելը հանդիպում է Սավուղին, հետեւյալ խոսքերն է գրված։ Սամուելը Սավուղի քովը գնաց, Սավուղը անոր ասավ. Դու Տիրոջ օրհնյալն ես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Սավուղը երբ որ հանդիպում է Սամուելին, ասում է դու Տիրոջ օրհնյալ մարդն ես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Ինչպես Աստված ասել է, այդպես արել եմ, խոսքը կատարել եմ։ Գիտեք, շատ հեշտ է ասել այս խոսքը, շատ հեշտ է արտահայտվել այս խոսքը, բայց իրականության մեջ մեր ապրած կյանքը վկայում է դրա մասին, խոսում է դրա մասին, մենք արել ենք Աստծո ուզածի պես թե չէ։ Երբ որ Սամուելը լսեց այդ խոսքերը, այսպիսի խոսքեր ասեց, բայց Սամուելը ասավ. հապա այս ոչխարների ձայնը ինչ պիտի լա, որ իմ ականջիս կուգա, արջարների ձայնը, որ ես կլսեմ, բասային ձայնն է։ Եթե Աստված ասել էր բոլորը նզոված պիտի համարես, բայց ինչա որ դու քեզ հետ բերել ես։ Սավուղը ներկայանում ասում է կատարել եմ խոսքը, արել եմ այս բանը, բայց իր հետ գեր կենդանիները բերել է, եւ հիմա Սավուղը ուզում է արդարանալու պատճառ գտնի, եւ շարունակության մեջ գիտեք ինչ ասում, ասում է ես սրանք բերել եմ, գեր կենդանիները բերել եմ, մի նպատակի համար, քո Տեր Աստծուն զոհ մատուցանելու։ Մտածենք, ասենք ինչ լավ բան արել, Աստծո համար արել, այս բաները բերել ա գեր կենդանիները, որ Աստծուն զոհ մատուցանի։ Սերներ, այնինչը որ Աստծո խոսքից դուրս է, նա մեղք է։ Անունը դրա ինչ ուզում ես դիր, ինչքան լավ բան ուզում ես դիր, ինչ ձևով ուզում ես այդ արարքը արդարացրած, դե ես նրա համար եմ արել, որ այս բանը չլիներ, կռիվ չլիներ, սուտ խոսացի, որ հանգարց կռիվ չեղնի, չգիտեմ, էսի ստեղից վեկալա, գողացա, որ ուրիշին լավություն, ինչ ուզում ես դիր դրա անունը, այն որը, որ Աստծո խոսքից դուրս է մեղք է։ Սա Սավուղին չի արդարացնում։ Աստված նզոված է սա համարել։ Եվ Աստված կարիքը չունի այդ նզովացի, երբ որ մարդը բերում է Աստծո առաջ։ Սա շրջանցել է այդ դուռը։ Աստված ուզում է, որպեսզի մարդը կարողանա իր ներսի մեջ, հոգու աշխարհի մեջ ազատված լինի մեղքից, աշխարհասիրությունից, ագահությունից, որպեսզի կարող լինի այդ դռնովը անցնի, ու եթե անցնի էր, Աստված ցույց տասի, որ մի բան քո կյանքի մեջ ուղիղ չի, մենք ոչ թե ամաչենք, ոչ թե փախնենք, հապա ասենք Տեր, ուզում եմ զղջամ դրա մեջ, ուզում եմ ապաշխարեմ դրա մեջ։ Գիտեք, Պողոս առաքյալը խոսում է դրա շուրջ։ Երկրորդ Կորինթացիս 4 գլուխ երկրորդ համարն եմ ուզում կարդամ,
հապա կհրաժարվենք ամոթալի ծածուկ բաներից եւ խորամանկություն չենք վարվե եւ խարդախություն չենք կնե Աստծո խոսքի մեջ, հապա ճշմարտությունը հայտնելով անձներս կներկայացնենք մարդկանց խղճմտանքին Աստծո առաջ, հապա կհրաժարվենք ինչից, ամոթալի ծածուկ բաներից, կհրաժարվենք, մարդը պիտի կարողանա ինքը հասկանա իր ներսը, ճանաչի իր ներսը եւ կարողանա հրաժարվի դրանից։ Եվ ասում է խարդախություն չենք կնե, չենք ծռում, մեզ չենք հարմարացնում, մեր ուզածով չենք դասավորում, հապա ինչ ենք անում, հապա Աստծո խոսքի մեջ, հապա ճշմարտությունը հայտնելով անձներս կներկայացնենք։ Գիտեք, երբ որ մենք ապրում ենք մեր շրջապատի մեջ, մեր ընտանիքի մեջ, ցանկացած վայրի մեջ, մարդիկ մեր կյանքը նայում են։ Մենք մեր կյանքը, մեր անձը ներկայացնում ենք, եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ներկայացնենք ճշմարտությունը։ Խարդախություն չենք անում, ասում Աստծո խոսքի մեջ, հապա ճշմարտությունն ենք ներկայացնում։ Գիտեք, շատ հաճախ դեպքեր ա տեղի ունենում, երբ որ մարդը մի հատ պատմություն ա պատմում, մի հատ տակից ա ասում, մի հատ էլ գլխից ա ասում, եւ այն մեջտեղը հենց ա սա խառնվում իրար, որ այդ ամեն պատմածից բան չես հասկանում։ Այսինքն մարդը այդ պատմությունը հենց ա ներկայացնում, ոչ թե ինչպես որ եղել է, հապա ինչ է եղել, հապա ոնց որ իրան է հարմար, հապա ոնց որ իրան է այսպես ձեռնտու, գիտեք, սա ճիշտ չի, սա ճիշտ չի, սա ճշմարտությունը հայտնել չի, անկախ նրանից դա ինչպես կլինի, ես պիտի կարողանամ ինչ անել, ճշմարտությունը ներկայացնել, ճիշտը ներկայացնել։ Եղել է դեպքեր, երբ որ մարդը ասենք, ինչ որ մի բան ուզում է խոստովանվի, ինչ-որ մի բան ուզում է կիսվի, տեսնում ես, որ պատմում է, ուրիշի արածը պատմում, ասենք հարսի պատմությունը պատմում է, խոսում է իրանից, խոսում է, վերջում հարցնում ես, ասում ես, քույրիկ ջան, բա լավ, քո մեղքը հիմա ինչ էիր ուզում խոստովանել, ինչի մասին ես խոսում, դերում ես, որ իրանից ոչ մի բան, այսինքն լավ, բա ուրիշի մեղքն ես խոստովանում։ Գիտես, մարդը պիտի կարողանա իր ծածուկ ամոթալի բանը պարզ կարողանա ասիտ իրոջ առաջ, Տեր Աստված, այս բանի մեջ ես սխալ եմ եղել, Տեր Աստված, այս բանի մեջ պրոբլեմը իմս ա եղել, այս վիճակի մեջ դժվարություն եմ ունեցել, եւ պիտի Աստված իր ողորմությունը բերի մեր կյանքի մեջ սիրելիներ։ Տեսեք, եւս մի օրինակ եմ ուզում հիշեցնել, կարող է մարդը ոգևորվի, մարդը չգիտեմ ցույց տա, որ ինքը ուզում է, հիշում եմ, եղել են դեպքեր, երբ որ եղբայր մի հատ զանգում էր, որ գիտես ծառայենք, էս անենք, սենց ոգևորվածություն, շատ լավ բան է, բայց երբ որ դրա հիմքը արմատը մաքուր չի, Աստծո խոսքով չի, մարդը շատ շուտ պրոբլեմի է հանդիպում, ընկնում է շատ շուտ։ Դավիթի կյանքի մեջ մի հատ պատմություն տեղի ունեցավ, սիրելիներ, մի հատ պատմություն եղավ, սա երկրորդ Թագավորաց 6-րդ գլխի մեջ ենք մենք հանդիպում։ Դավիթը լավ բան էր ուզում աներ, բայց ճիշտ դռնով չէր, որ ներս էր մտնում։ Լավ բան էր ուզում աներ, որովհետև մենք տեսնում ենք Դավիթ թագավորը, երբ որ եղավ թագավոր, ամենառաջի բանը, առաջի այսպես գործը նպատակը իր կյանքի մեջ հետևյալն էր։ Ոչ թե Սավուղին հաղթեր, Սավուղին տանիքին հաղթեր, չգիտեմ, ինչ-որ կամ պատերազմներ, ինչ-որ տարածքներ եւ այլը։ Սավուղի առաջի նպատակը ուխտի տապանակը իրատուն բերելն էր։ Ամենառաջի նպատակը, սա շատ լավ բան էր։ Սա շատ կարևոր բան էր եւ այս նպատակը Դավիթը անպայման ուզում էր իր կյանքի մեջ իրագործեր։ Եվ ինչ արավ Դավիթ։ Մի անգամ վեր կացավ, վերցրեց նոր սայլ, որի վրա եզներ, որի վրա այդպես բաներ չէին դրված, հավաքեց ժողովուրդը, մեծ ուրախությունով, մեծ ցնծությունով գնացին, որպեսզի ուխտի տապանակը բերի իր քաղաք։ Եվ մենք տեսնում ենք, երբ որ ճանապարհին գալիս էին, 6-րդ համարի մեջ մենք տեսնում ենք, երբ որ Ոզյան իր ձեռքը ուխտի տապանակը թեքվեց, իր ձեռքը դրեց, որ ուխտի տապանակն ինչ անի, պահի, որ ուխտի տապանակը չընկնի, Աստված խփեց Ոզյանին եւ Ոզյան մեռավ եւ ընկավ։ Եվ ինչ տեղ ունեցավ։ Գրված է Դավիթը վախեցավ եւ ուխտի տապանակը իր տուն չտարավ։
Իրա տուն տարավ մի անձնավորություն Աբինադաբ անունով, որի տունը օրհնվեց։ 3 ամիս մնաց իր տան մեջ, իր ընտանիքը օրհնվեց։ Դավիթը տեսավ, որ այս մարդի տունը օրհնվեց, ունեցվածքը օրհնվեց, ընտանիքը օրհնվեց։ Դավիթը նորից որոշեց, որպեսզի ուխտի տապանակը տանի իր տուն։ Բայց այս անգամ Դավիթի մեջ մի բան փոխվել էր, մի կարևոր բան էր տեղի ունեցել։ Ես դա ուզում եմ կարդամ երկրորդ մնացորդացի մեջ սելիներ, երկրորդ ներեգություն առաջին մնացորդաց 15 համարի մեջ ագրված 13 խոսքի մեջ վասնզի դուք առաջին անգամ հոն չգտնվելու համար մեր Տեր Աստվածը մեզ հարվածեց, քանզի զանիկա կանոնավոր կերպով չգործադրեցինք։ Իսրայելի Տերը Տեր Աստծո տապանակը հանելու համար քահանաները եւ ղևտացիները սրբվեցան։ Դավիթը լավ բան էր ուզում անել, բայց Աստված չընդունեց դա։ Եվ անգամ ոզան մեռավ այդ արարքի պատճառով։ Դավիթը հասկացավ, որ ամեն ինչ պիտի արվի ճիշտ այն կանոնով, որը սահմանել է Աստված։ Դու չես կարող շրջանցես այդ դուռը։ Ճշմարտությունը պիտի կատարվի այնպես, ինչպես որ ուզում է Աստված։ Եվ ինչ է տեղի ունենում։ Դավիթը կանչում է քահանաներին, ղևտացիներին եւ ասում առաջի անգամ, երբ որ դուք այնտեղ չէիք, մենք կանոնավոր կերպով չարեցինք։ Ճիշտ Աստծո խոսքի ուզածի պես չարեցինք։ Արեցինք, բայց այնպես արեցինք, ինչպես որ մենք էինք ուզում։ Մեր միտքն էր, մեր գաղափարներն էր, մեր ցանկություններն էր, մեր պատկերացումներն էր, եւ դա համար Աստված մեզ խփեց։ Սիրելիներ, մենք գործ ունենք ամենակարող Աստծո հետ։ Եղբայրը հիշացրեց, ամեն օր նա մեզ հետ է, եւ մենք պիտի տեսնենք նրան, նրա ներկայությունն ու ողորմությունը։ Եվ դրա համար մենք պիտի հասկանանք, որ մեր գործը նրա հետ է, եւ մենք ճիշտ մոտեցում պիտի ունենանք Տիրոջ հետ, ճիշտ մոտեցում իր խոսքի համաձայն։ Գրված է քահանաները, երբ որ անցան գործի, նրանք ինչ արեցին, նրանք խոստովանություն արեցին, նրանք սրբվեցին, նրանք մաքրվեցին, նրանք ազատագրվեցին բոլոր իրանց խանգարող բաներից եւ հասկացան, որ ուխտի տապանակը ոչ թե նոր սայլերի վրա դնելով պիտի տանեն, հապա ուխտի տապանակը քահանաները իրանց ուսերի վրա պիտի տանեն եւ Աստված օրհնեց սիրելիներ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որպեսզի մենք կարող լինենք մեր կյանքի մեջ այն խախտված բաները, որոնք մենք ենք կառուցել, կարողանանք նորից վերականգնել դեպի ավետարանի խոսքի ճշմարտությունը։ Գիտեք ինչի համար է մեր կյանքի մեջ շատ անգամներ հարցեր առաջանում, որտեղ է գրված, ով ասում, որ էսի մեղ կա, ոնց հասկանանք, որ էսի մեղ կա։ Գիտեք ինչի, որովհետև մեր սրտի մեջ ման են գալի բաներ, որ մեզ հաճելի լինի եւ ոչ թե Աստծուն։ Իսկ դա վերջի ժամանակների, վերջի օրերի մեջ սիրելիներ, ավետարանի խոսքը ասում է, որ դա տեղի պիտի ունենա, որ դա պիտի լինի։ Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոսի մեջ գրված է դրա մասին։ 4 գլուխ 3 համարից այսպես ասում. վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությունը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկությունների համեմատ վարդապետություն պիտի դիզեն իրենց, ճշմարտությունին ականջնին պիտի դարձնեն, առասպելներու ետևից պիտի մոլորվեն։ Ժամանակ պիտի գա։ Եվ մենք տեսնում ենք, այո, այդ ժամանակները այսօր եկել է։ Մարդիկ ման են գալիս մի բան, որ իրանց սրտին հաճելի լինի։ Ոչ թե Աստծո խոսքի ճշմարտությանն են նայում, հապա ինչին են նայում, իրանց սրտին հաճելի բաներ են նայում։ Եվ տենում ես մարդիկ ինչ են խորհուրդներ են կազմում, ով իր սրտին լավ բան խոսած, միավորվում են, ով իրան հաճելի բան ասեց, միավորվում են։ Սիրելիներ, այդ խորհուրդները քանդվելու են, այդ խորհուրդները քանդվելու են, նրանք երկար չեն կարող մնա, բայց նրանք, որ միավորվում են Քրիստոսի խոսքի եւ նրա վարդապետության շուրջ, նրանք հաստատուն են մնալու։ Հաստատուն են մնալու, երկինքն է փոխվի, երկիրն էլ փոխվեն, Աստծո խոսքը հավիտյան նույնն է մնալու։ Եվ եթե այսօր ես եւ դու հաստատվում ենք այդ խոսքի վրա,
այդ խոսքի իշխանության վրա, քոն դեմ ով ուզում է դուրս գա, քո մեջ պատերազմում է Աստծո խոսքը եւ հաղթություն է տալիս բոլոր վիճակների մեջ, թող իր անունը փառավորվի, դրա համար մենք ջանք պիտի անենք սելներ, ջանք պիտի անենք, որպեսի իրոք ներկայանանք այնպես, ինչպես որ կանք դռնից ներս մտնելու մաքուր Տիրոջ ուզածի պես, եւ մի օրինակ եմ ուզում հիշեցնել, եւ աղոտ կանենք սելներ, մեզ հայտնի տեղը, երբ որ Անանիայի Սափիրայի պատմությունը մենք բոլորս լավ գիտենք։ Հիշում եք, երբ որ մի հատ ագարակ ունեին, առաքյալների ժամանակ մարդիկ իրանց ունեցվածքները ծախում էին, բերում դնում էին առաքյալների ոտքերի տակ։ Անանիան ու Սափիրյան էլ այդպես արեցին։ Երբ որ Անանիան բերեց իր ունեցվածքը ագարակ ուներ, սա փոքր բան չէր։ Երբ որ մենք լսում ենք ագարակ, մենք հասկանում ենք, որ սա մեծ ունեցվածքի մասին է խոսքը։ Գիտեք, այսօր մարդիկ մի փոքր բան իրան ձեռքը, իրան ջեբը չի գնում, որ իրանցից հանեն ծախսեն, բայց այս անձնավորությունը մի ամբողջ ագարակ ծախել էր, մի ամբողջ ագարակ, բայց իր մեջ միայն մտածել էր մի բան, դրա մի մասը բերեց, դրեց առաքյալների ոտքը, դրա մի մասը, եւ հարցրեց Պետրոսը, ասավ, էսի ամբողջն է։ Անանիան ներկայացրեց, որ սա ամբողջն է, այս ամբողջ ագարակն է։ Գիտեք, Պետրոսն ասավ, դա քոնն էր, դու կարայիր ընդհանրապես չբերեիր, կամ դու սրա մի մասը բերեիր, բայց դու ցույց ես տալի մի բան, ներկայացնում ես մի բան, բայց իրականության մեջ անում ես այլ բան, եւ սա մեղք էր, ոչ միայն Աստված չընդունեց, հապա Աստված մեղք համարեց այս բանը Անանիային եւ Սափիրային, ինչի պատճառով, որովհետև նրանք սուտ խոսացին Սուրբ Հոգուն, ներկայացրեցին մի բան, բայց իրականության մեջ արեցին այլ բան։ Սելներ, այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք քննենք մեր անձը։ Շատ ժամանակ մարդիկ մեր վրա ավելի մեծ համարում են ունենում, քան թե որ մենք կանք։ Սա ճիշտ չի։ Ես պիտի խոնարհվեմ, պիտի լինեմ այնպես, ինչպես որ կամ, առավել ևս Աստծո առաջ, ամենակարող Աստծո առաջ, երբ որ գալիս եմ, պիտի անկեղծանամ նրա առաջ։ Այս աղոթքի մեջ ևս կարիք կա անկեղծանալու Տեր Աստված։ Ինչքան հաճախ ես կարողացել եմ մարդկանց առաջ նկարագրել, մեծ պատմություններ եմ պատմել, յանի թե վկայություն եմ անում, յանի թե ցույց եմ տալի Աստծո գործը, այնքան ես բառը օգտագործում եմ դրա մեջ, որ Աստծո վկայությունը Տիրոջ առած գործը սկսում է փոքրանալ։ Իրականության մեջ մենք ենք երևում։ Սա ճիշտ չի սերներ։ Աստված ուզում է, որպեսզի ես կարողանամ խոնարհվեմ եւ փոքրանամ, որ ինքը բարձրանա եւ ինքը մեծարվի, իր անունը փառավորվի։ Դրա համար բերեք համաձայնվենք այսօր, ասենք Տեր, ես այդ դռնից ուզում եմ ներս մտնեմ, եւ այսօր թող քո խոսքը աշխատի իմ վրա, այ խոսք աշխատի եւ ցույց տա ինչ որ կա իմ կյանքի մեջ, որ ես ծռել եմ, որ ես փոխել եմ, որ ես ինձ հարմարացրել եմ, աշխարհասիրությամբ կլինի, հպարտությամբ կլինի, մարդկային բաներով կլինի, կարող է ամաղեկն եմ սիրել, այսօր ես ուզում եմ դրանցից հրաժարվել, ես ուզում եմ խոնարհվել, ես ուզում եմ քո առաջ կանգնել, ասել Տեր, ես ուզում եմ լինել այնպես, ինչպես որ ես կամ, եւ ես ուզում եմ որ քո ճշմարտությունը կատարվի իմ կյանքի մեջ, որ ես կարողանամ ճանաչել քեզ, հանդիպել քեզ եւ փառավորել քո անունդ։ Ամեն։ Կանգնենք